Անկախությունը նա չի, երբ որ ասում ես անկախություն, երբ ասելով չի, փաստացի է, ինչ է նշանակում անկախություն, հա? Ինչ է նշանակում ի վերջո անկախություն։ Անկախությունը նշանակում է դու, եթե դու ես որոշում քո քաղաքական նպատակները եւ հանուն այդ նպատակների դու կարող ես նաեւ Մոսկվայի դեմ հակառակվել Մոսկվայի հետ, իսկ դա արեց հենց Արցախյան շարժումը։ Շուտով դու անկախ ես, այսինքն դու ես որոշում։ Փաստացի անկախացումը ամենակարևորն է եւ իմ աչքի առաջ ես դա տեսել եմ։ Ուրիշ տարբերակ էլ կա, Մարինե, որ այդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հրավիրվել է KGB-ի կողմից, որպեսզի ռեգիոնը կարողանան վերահսկել կոնֆլիկտի միջոցով։ Ես հիշում եմ կանգնում էի 100 առաջ նայում ասում անի դու մահանալու ես։ Բայց ինչ չգիտեմ, ու այդ մահվան գաղափարը ինձ անդադ դրա մասին էի մտածում, երբ ես այդ ժամանակ էլ սկսեցի գրել։ Մահ հաղթարելու համար։ Այո, երեք նախագահներն էլ ունեցել են իրենց խաղները, մեկը շատ, հիմա չեմ այդ հարցը չեմ քննարկում, մեկը շատ, մեկը ավելի քիչ, բայց իրենք եղել են քաղաքական գործիչներ, քաղաքական գործիչը, նույնիսկ եթե էգոիստ քաղաքական գործիչը, քաղաքական էգոիզմն է իրանց մոտ։ Քաղաքական էգոիզմը ենթադրում է, որ դու քաղաքական կատեգորիաներով ես մտածում, եւ դու երբեք քո քաղաքական ունեցվածքը չես բանանի, այսինքն եթե անգամ փող ես սիրում, քաղաքական ունեցվածքը շատ ավելի թանկ է քաղաքական գործի համար, քան պարզապես փողը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չի, ինքը ուրիշ ֆենոմեն է, ինձ չգիտեմ։ Ով է ինքը։ Չգիտեմ, շատ եւ մարդկայնորեն եւ հոգեբանորեն շատ խառը ուրեմն կերպար է, ասում եթե ուրիշ երկրում լիներ այդ կերպարը, ես չնայած արձակագիր չեմ, ես արձակագիրներին կասեի կարելի է անճարեղ վեբ գրել, որտեղ ինքը իսկապես մարդկայնորեն բան կերպար է, բայց որ ինքը քաղաքական գործիչ է եւ ինքը իր շահը քաղաքական չի, իր շահը անձնական, ինչ որ հոգեբանական է։ Լավ, Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում եկեղեցուց։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի մեջ որպես մարդու կա քանդումի գիրք կա։ Ֆրեյդեն կարծիքով շատ լավ կան դες մարդիկ։ Այդ մարդը գիժ չի, քաղաքականություն է իրականացնում։ Չէ, գիժ, մի քիչ գժոտա, բայց լրիվ գիժ չի,